Բարև ձեզ։ Ինչպես խոսել Արցախի հայության ինքնորոշման իրավունքից այսօր, խոսել թե ոչ։ Տաղավարում այսօր մեր հյուրը թուրքագետ արևելագետ Արցախի հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար Կարեն Միրզոյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Միրզոյան, Արցախի հիմնահարցի կարգավորումը 3 հիմնական սկզբունքներ ուներ։ Տարածքային ամբողջականություն, ինքնորոշման իրավունք եւ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման բացակայություն։ Եթե այսօր պնդում է Ադրբեջանը, որ վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը եւ նույնիսկ Հայաստանն է բանավոր ճանաչել Արցախի հանրապետությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս եւ այդպես համարում է Ադրբեջանը հարցը լուծված, ապա հենց նույն համատեքստում ինչ տեղի ունեցավ ինքնորոշման իրավունքի եւ առավել եւս ուժի չկիրառման սկզբունքների հետ։ Այդ սկզբունքները, որոնք դուք այստեղ հնչեցրեցիք, իրոք յուրատեսակ մի ընդհանուր պլատֆորմ էր, որը թույլ էր տալիս հակամարտության մեջ ներգրաված կողմերին տանել բանակցություն հակամարտության առանցքային հարցի շուրջ, այն է Արցախի կարգավիճակը եւ նրա ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Շարժումը սկսել է որպես ինքնորոշման իրավունքի արտահայտություն, բոլորս է հիշում ենք, 80-ական թվականների վերջի իրադարձությունը, երբ որ արցախահայությունը հերթական անգամ ոտքի կանգնեց, պահանջելով իր, կարող ենք ասել, տասնամյակների երազանքը վերամիավորումը Մայր Հայաստանի հետ, այստեղ շատ կարևոր է նշել, որ դա հերթական մի դրսևորումն էր, նույնիսկ Խորհրդային Միության պայմաններում, Արցախահայությունը բոլորս է գիտենք Խորհրդային Միության պայմաններում ինչ հսկայական ջանքեր եւ կամքեր պետք նման քայլի գնալու, բայց Արցախահայությունը անընդհատ, անընդմեջ այդ հարցը բարձրացնում էր բոլոր հնարավոր խողովակներով։ Եվ դրա կուլմինացիան հանդիսացավ 88 թվականի Արցախյան շարժումը, որը դարձավ իրոք համահայկական շարժում, շարժումը ընթացավ որպես ինքնորոշման իրավունքի համար պայքար, Արցախահայությունը արդարացիորեն առաջ էր քաշում այն տեսակետը, որ ինքը այդ տարածաշրջանի բնիկ ժողովուրդը, որը հազարամյակներով այդտեղ ապրել է, կերտել է մի յուրատեսակ քաղաքակրթություն, ինքն է որոշելու իր ապագան։ Բավականին դժվար էր հասնել նրան, որ այդ իրավունքը ճանաչվի նաև միջազգային հանրության կողմից, երբ որ նայում ես բանակցային գործընթացի բոլոր փուլերին, տեսնում ես, որ սկզբնական շրջանում ավելի շատ խոսքը գնում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման վերաբերյալ, մեծ ուժերը, գերտերությունները այդքան էլ հակված չէին կարելի է տարբեր պատճառաբանություններ, բացատրություններ բերել, թե ինչու մեծ տերությունները հակված չէին բավարարելու Արցախահայության այդ պահանջը եւ այլն, բայց տարբեր ռեալ պոլիտիկի խնդիրներից ելնելով, այլ հանգամանքների բերումով, սակայն եկեք գրանցենք նաեւ, որ բավականին փութաջան եւ հետեւական աշխատանքի շնորհիվ հայկական դիվանագիտությանը հաջողվեց որոշակի առումով կոտրել սառույցը եւ արդյունքում մենք ունեցանք այսպիսի մի կոնսենսուսային մոտեցում, որը խարսխված էր, 3 այս սկզբունքների վրա եւ ամենակարևորը, որ ինքնորոշման իրավունքը ամրագրվում էր որպես հակամարտության լուծման գործոններից, մեխանիզմներից մեկը։ Ներեցեք, կարգավորման մոտավորապես որ փուլում ինքնորոշման իրավունքը գերակայություն գոնե հավասարազոր ուժ ձեռք բերեց մոտեցումների մեջ դերացած գերտերությունների տարածքային ամբողջականության հետ, պատերազմից հետո։ Նայեք, այո, պատերազմից հետո ես այստեղ ուզում անդրադառնալ նաև մի խնդրի, որ ցավոք սրտի վերջի շրջանում մեր մոտ մի քիչ մակերեսային մոտեցում է դրսևորվում բանակցային գործընթացի վերաբերյալ, բանակցային գործընթացը ընկալվում է, որպես յուրատեսակ փաստաթղթերի որս, Մարդիկ ինչ-ինչ փաստաթուղթ վերցնում են, թափահարում են, ասում են, տեսեք, այս փաստաթուղթը, այսա դավաճանությունը եւ այլն, ոչ մի բանակցություն չի արվում ինչ-ինչ փաստաթուղթ ձեռք բերելու համար։ Բանակցությունը տարվում է
քո նպատակներին հասնելու համար։ Եվ միայն դրանից հետո, երբ որ դու հասնում ես քո նպատակներին, փաստաթուղթը գալիս է այն հաստատելու եւ ամրագրելու։ Ի վերջո դու կարող ես ունենալ փայլուն մի փաստաթուղթ, որտեղ գրված լինի այն ամեն ինչ որ քո սիրտը ցանկանում է, բայց դու չհասնես քո նպատակներին։ Դիմացինն էլ ստորագրած լինի։ Իհարկե, ի վերջո ողջ մարդկային պատմությունը, այս մարդկային պատմությունը մոտավորապես 90% մարդկային պատմության դա պատերազմներ են։ Դա պատմություն է նրա մասին, թե ինչպես շատ լավ գրված փաստաթղթեր դրժվեցին, մերժվեցին եւ նրանց հաջորդեց պատերազմ։ Երբ որ մենք դա նկատի ենք ունենում, ապա հասկանալի է դառնում նաև, ասենք թե Արցախյան բանակցային գործընթացի որոշակի ելևէջներ, որոշակի միգուցե հետընթացներ, որ այդպես է թվում, բայց վերջո փաստը մնում է փաստ, որ ադրբեջանական կողմի բոլոր ջանքերին հակառակ հայկական կողմին ես այստեղ միտումնավոր չեմ տարանջատում Արցախի դիվանագիտությունը կամ հայկական դիվանագիտությունը, որտեղ որքան էլ այսինքն Արցախյան դիվանագիտությունը դա պատկանում էր Արցախին, Հայաստանյանը Հայաստանին, բայց ի վերջո դա ընդհանուր հայկական դիվանագիտություն էր եւ ուներ մեկ նպատակ։ Դե յուրե նույնպես ինչ որ պահից սկսած բանակցությունների գործընթացում Հայաստանի Հանրապետությունն էր ներկայացնում Արցախի Հանրապետություն։ Խոսքը գնում է ոչ միայն Մինսկի խմբի գործընթացի մասին, խոսքը գնում է նաեւ դրան զուգընթաց տեղի ունեցող զարգացումների, գործընթացների մասին, հա։ Եվ այդ առումով մենք ունեինք մի ընդհանուր ջանք, որը մեզ թույլ տվեց հաղթահարել, հա, ասենք թե նույն Լիսաբոնի հայտնի այդ պատմությունից հետո հաղթահարել կարծես թե ստեղծված փակուղին, հաջողվեց մի շարք բանակցային փուլերով անցնելով հասնել նրան, որ ի վերջո մենք ունեցանք այսպես կոչված մադրիդյան սկզբունքներ, որոնք թույլ էին տալիս հայկական կողմերին ավելի ազդու, ավելի ուժեղ դիրքերից վարել բանակցությունները։ Ես այստեղ ուղղակի պարտ եմ համարում հիշեցնել Իլհամ Ալիևի հայտնի խոսքերը, երբ որ նա սրտնեղված գանգատվում էր, որ բոլորը ինձ համոզում են, որ ես փակ դռների հետ գեղեցիկ խոսում եմ, բայց թող համոզում են, որ պետք է հայերին անկախություն տամ։ Այսինքն դա ինչ-որ մի ցուցիչ է։ Պարոն Միրզոյան, այս պահին ամբողջ հարցը հենց այդ է։ Բանակցությունները, Արցախի հիմնահարցի կարգավորման բանակցությունները անցյալ են։ Անցյալի փաստաթղթերի կամ անցյալի գործընթացների քննարկում է, թե մենք կարող ենք ընկալել, որ բանակցություն կարգավորման հետ կապված գործընթացները շարունակվում են, ուղղակի այս պահին շարունակվում են մեզ համար բավական ոչ շահեկան կետում, բայց շարունակվում են։ Նե, քանի կա Արցախի հարցը, քանի արցախցին տեր է կանգնում իր ինքնորոշման իրավունքին, խնդիրը կա եւ նրա շուրջ որոշակի գործընթացներ տեղի են ունենում, թե ներքին քաղաքական, թե արտաքին քաղաքական։ Այսինքն այսօր ժողովուրդն է, ոչ թե քաղաքականությունը պետության, ասենք Հայաստանի Հանրապետության կամ Ադրբեջանի Հանրապետության։ Ես բազմիցս առիթ ունեցել եմ իմ կարծիքը հայտնելու, որ ցանկացած քաղաքական գործիչ կարող է հայտարարել, որ հարցը փակված է եւ այլն, բայց հարցը կարող է փակվել միայն մի դեպքում, երբ որ արցախցին, վերջի արցախցին հրաժարվի իր իրավունքից, իր պապական հայրենական հողում ազատ, անկաշկանդ, ապահով ապրելու իրավունքից։ Քանի դեռ կա նման արցախցից, նման արցախցիներ կան, դրանով որևէ մի կասկած, որևէ մեկը չպետք է ունենա, այս հարցը կա։ Եվ դրա այդ հարցի շուրջ տեղի ունեցող զարգացումները, ինչ որ բանակցություններ եւ այլն, դրանք ուղղակի աղճատված, սխալ ձևաչափով բանակցություններ են, որոնք չեն բերելու այս հարցին վերջնական լուծում, այլ հանգեցնելու են հարցի ավելի բարդացմանը։ Այս առումով սա շատ նման է, գիտեք, անցյալ դարի 20-ական թվականների իրավիճակին, երբ որ բոլշևիկյան իշխանությունները կամայականորեն որոշում ընդունեցին, չէ, երկար տատանցումներից հետո մի պահ տվին Ադրբեջանին, հետո տվին Հայաստանին, հետո ասին չէ, եկեք հետ խաղանք, տվեցին Ադրբեջանին։ Այն ժամանակ նույնպես համոզված են, որ հարցը փակվել է, բայց հարցը արթնացավ 70 տարի անց եւ արթնացավ ավելի արյունալի, ավելի դաժան հետևանքներով։
Դրա համար այս հարցին վերջնական լուծումը կարող է բերել միայն մեկ հանգամանք, դա արցախահայերի ինքնորոշման իրավունքի ճանաչումն է։ Ինչ է պետք անել դրա համար։ Երկու կարևոր հանգամանք։ Նախ պահպանել արցախահայության պետականության վերջին մնացորդները, որոնք մենք այսօր ունենք, տեր կանգնել դրան։ Պահպանել, երբ Արցախում հայտ չի բնակվում։ Արցախում հայտ չի բնակվում, բայց կա արցախցու կողմից ստեղծված պետականություն, որը պատկանում էր ոչ միայն արցախցուն, այդ պետականությունը պատկանում էր նաև հայաստանցուն, Սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին։ Դա մեր համատեղ ջանքերով ստեղծված պետականություն էր։ Արցախում չհիշեցնեմ, քանի հայորդի է զոհվել Հայաստանից, Սփյուռքից, հա, չհիշեցնեմ արցախյան պատերազմի հերոսների անունները, որոնք արտացոլում են մեր հայ ժողովրդի ողջ աշխարհագրությունը։ Արցախյան պատերազմի ժամանակ չկար բաժանում, ես հայաստանցի եմ, դու արցախցի ես, դու չգիտեմ որտեղից ես, կար մեկ բաժանում, կար չեմ ասում, գործնականում ինչպես պահպանենք։ Գործնականում սատարել, տեր կանգնել, թույլ չտալ, որ այդ իշխանությունների դեմ տարվող կեղտոտ արշավը։ Իսկ մենք տեսնում ենք, որ ցավոք սրտի զանազան լրատվամիջոցներ, ինչ պատճառներով, կարծում եմ դա այսօրվա խոսակցության թեման չէ, բայց որոշակի արշավ է տարվում իշխանությունների դերակատարությունը, այսօրվա իրավիճակը աղավաղված սխալ գույներով ներկայացնելու ուղղությամբ։ Այսինքն դուք համարում եք, որ կարելի է ֆորմալ իմաստով պահպանել, ենթադրենք վտարանդի կառավարության կարգավիճակը։ Կան զանազան ձևեր։ Այո, աշխարհում տարբեր ձևեր այդպիսի կան։ Այդ նպատակով ենք ասում պահպանել։ Այո։ Կան զանազան ձևեր եւ եղանակներ, այսօր Արցախի իշխանություններին պետք է սատար կանգնեն ոչ միայն արցախցիները, այլ բոլոր հայերը Երևանում, չգիտեմ, Փարիզում, Նյու Յորքում, ցանկացած վայրում, որտեղ Արցախի իշխանությունները դա մեր բոլորիս իշխանություններն են։ Եվ երկրորդ գործոնը խոսել ինքնորոշման իրավունքի մասին, խոսել բարձրաձայն։ Բայց այստեղ մենք ունենք մի խնդիր։ Դրա մասին պետք է խոսի պետությունը։ Ցավոք սրտի, վերջի շրջանում, վերջի տարիներին Հայաստանի պետական օղակները դրսևորում են որոշակի տարօրինակ, չօգտագործեմ այլ բառ, քաղաքական կուրս, որը միտված է ոչ թե արցախահայության ինքնորոշման իրավունքի պաշտպանությանը, այլ հակառակը նրա նսեմացմանը եւ մոռացության ենթարկելուն։ Ներողություն հանուն արդարության թույլ տվեք ասել, որ գոնե քաղաքական ամբիոններից մեզ հայտարարվում է, որ միտված է պաշտպանելու ի վերջո մեր ունեցած Հայաստանի Հանրապետության անվտանգությունը։ Քառակուսի կիլոմետրերը չնշենք, չնայած դրանք էլ բարբերաբար փոխվում են, բայց այնուամենայնիվ գոնե ինչ-որ թերսում են բանը մեծ խորհրդային հանրագիտարանը, չէ՞։ Բարբերաբար։ Հա։ Այսինքն կա խնդիր, եկեք ամեն դեպքում չանտեսենք այն հանգամանքը, որ 2020 թվականի պատերազմում մեր բոլորի սպարտության, այսինքն առանց որևէ տարանջատման, 2020 թվականի պատերազմում մեր պարտության հետևանքով մենք ունենք իսկապես խնդիր պաշտպանելու Հայաստանի Հանրապետության ֆիզիկական անվտանգությունը եւ տարածքային ամբողջականությունը։ Միգուցե այդ համատեքստում է, որ շատ բարդ է խոսել ենթադրենք Արցախի հայության ինքնորոշման իրավունքից, երբ մենք ֆիզիկապես չենք կարող դեռ պաշտպանել մեր պետության սահմանները, որտեղ արցախցիները նույնպես այդ համատեքստում մենք պետք է խոսենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին, որովհետև դա հավելյալ լծակ կլինի զսպելու ագրեսորի, որի հետ մենք այսօր գործ ունենք, ախորժակը, հերու գնացող նպատակները։ Դա նաև դիվանագիտական քայլ է։ Այսինքն նայեք, մենք բազմիցս խոսել ենք նրա բոլորն համարյա խոսում են նրա մասին, որ Արցախը բացի ամեն ինչից նաև Հայաստանի համար մեծ արժեք է ներկայացնում որպես անվտանգային յուրատեսակ մի բարձիկ, որը թույլ էր տալիս Հայաստան ունենալ անվտանգային խորք, ավելի ազատ մանևրել արտաքին քաղաքական դաշտում եւ այլն, հա։
Եվ տեսանք, թե Արցախը կորցնելով Հայաստանը ինչ վատթարացած անվտանգային միջավայրում հայտնվեց, մեր բազմաթիվ բնակավայրեր, գյուղեր, քաղաքներ դարձան սահմանամերձ, նրանց բնականon կյանքի ընթացքը խաթարվեց, այսօր մենք ունենք իրավիճակ, որ բազմաթիվ նոր սահմանի մոտ գտնվող բնակավայրեր ուղղակի դատարկում են։ Նման բան մեր մոտ չի եղել երևի վերջին, չգիտեմ, 100 տարի։ Միգուցե Խորհրդային Միության շրջանում, երբ որ անցկացնում էին փոքր լեռնային գյուղերի խոշորացման քաղաքականությունը, բայց դա այլ պատճառով էր։ Անվտանգային պատճառով մեր մոտ վերջի 100 տարին գյուղեր չեն դատարկվել Հայաստանում։ Դա եղել է, ասենք թե առաջին հանրապետության շրջանում, հայ-թաթարական բախումների շրջանում։ Այսօր մենք 100 տարի հետ ենք շպրտվել։ Եվ այսօր խոսել Արցախի մասին դա հավելյալ լծակ է, դա հավելյալ ազդեցության մեխանիզմ է։ Ինչպես օրինակ հայոց ցեղասպանության ճանաչման մասին խոսել է։ Իհարկե, մենք պետք է խոսենք այդ բոլոր խնդիրների մասին։ Մեր դարավոր փորձը եւ այսօրվա իրավիճակը, ինչպես նաեւ աշխարհում տեղի ունեցող զարգացումները վկայում են, որ այդ սին գաղափարը, որ կարելի է հասնել ենթադրաբար ինչ-որ մի պահի, երբ որ ահավոր մեծ ախորժակ ունեցող ագրեսորը կշտանա եւ կհրաժարվի եւ կասի դե եկեք ես ձեզանից որևէ բան չեմ ուզում, հա, ցույց են տալիս այդ զարգացումները, որ այդ պատկերացումները ուղղակի իրականության հետ որևէ կապ, որևէ աղերս չունեն։ Մեզ մի պահ ոգեշնչել էր Եվրոպայի փորձը։ Որ փորձը։ Երբ արյունարբու պատերազմներից հետո եվրոպական երկրները, եվրոպական ազգերը, Գերմանիան, Ֆրանսիան եկան համերաշխության եւ այսօր նույնիսկ նրանց միջև դժվար է զատորոշել սահմանը, երբ քայլում եք կամ անցնում եք։ Մենք ոգեշնչված ենք եղել նաեւ այդ փորձով, որը նույնպես մարդկության փորձ է։ Եկեք չմոռանանք, թե ինչպես եղավ, որ Եվրոպան դարձավ միասնական Եվրոպա։ Դրա համար կար շատ լուրջ մի հանգամանք, դա այսպես կոչված խորհրդային սպառնալիքներ, հա, եւ Եվրոպայի միասնականությունը դա նաեւ որոշակի առումով սառը պատերազմի այդ դարաշրջանի արդյունք է։ Այսօր երբ որ այդ խնդիրը չկա, մենք տեսնում ենք թե ինչ է կատարվում Եվրոպայում, հա, եւ որոշ քաղաքագետներ նույնիսկ պնդում են նրա մասին, որ Եվրոպան ապրում է իր մայրամուտը։ Կա չէ նման խոսակցություն։ Իսկ դա արժեքային վերաբերմունք չէ, դա քաղաքական գրեթե տեխնոլոգիա է։ Դա առաջին, իսկ երկրորդը եվրոպական հենց փորձառությունը վկայում է նրա մասին, որ ցանկացած խաղաղություն հնարավոր է կերտել միայն փոխադարձ հարգանքի եւ վստահության վրա։ Այդ հայտնի պատմությունը Վիլի Բրանտի մասին, որը ծնկաչոք ներողություն է խնդրում հրյաներից, որը ձեռը սեղմում ֆրանսիացիների հետ եւ այլն, դա ի վերջո պատմություն է փոխադարձ վստահության, մարդը գիտեր, որ ձեռը մեկնելով նա ստանալու է պատասխան ձեռք, հա։ Իսկ մենք նաեւ չմոռանանք, որ մենք ապրում ենք ոչ Եվրոպայում, մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որը ունի իր յուրահատկությունները եւ տարածաշրջանը թելադրում է որոշակի խաղի կանոններ։ Այդ համատեքստում տարածաշրջան ասելով դուք ինչ նկատի ունեք, մերձավոր արևելքը։ Տարածաշրջան ասելով նկատի ունեմ մեր այն տարածաշրջանը փոքրիկ, որտեղ մենք ապրում ենք, հարավային Կովկաս կոչվի, Անդրկովկաս կոչվի, նայած որ կողմից ես նայում, եւ նրա հարևանությունը։ Այդ առումով, հա, նաեւ մերձավոր արևելքը, նաեւ ինչու՞ չէ, կենտրոնական Ասիա մեծ առումով եթե բան եք անում, դե ունենում շատ տարօրինակ, շատ հետաքրքիր գործընթացներ, եւ գիտեք այդ խաղաղության պաթոսով լի հայտարարությունները ուղղակի այդ ֆոնին ժամանակավրեպ են։ Դա մոտավորապես նման է, եթե դու գնաս ռոք խմբի համերգի եւ փորձես այնտեղ կատարել որևէ արիա Այդա օպերայից։ Պատկերացնում եք, չէ՞ արդյունքը։ Այսօր Հայաստան-Թուրքիա հարաբերությունները փոխկապակցված են արցախյան հիմնահարցի հետ։ Իհարկե։
Այդ փոխկապակցությունը գալիս է իհարկե ոչ հայկական կողմից, նայեք, բոլոր ռեժիմները, որ մենք ունեցել ենք այստեղ, իշխանությունները Հայաստանում ունեցել ենք, այս կամ այն ձևով, բայց մի մշտապես հանդես են եկել Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու օգտին։ Հանդես են եկել հետևյալ պարզ տրամաբանությամբ, որ եթե մենք խոսում ենք մի տարածաշրջանի մասին, ապա դա ուղղակի անբնական է, երբ որ տարածաշրջանում կան բաժանարար գծեր, հա? Եվ այդ բաժանարար գծերի առկայությունը խոչընդոտներ է ստեղծում ոչ միայն տարածաշրջանի երկրների համար, այլ նաև այդ տարածաշրջանում շահ ունեցող տարածաշրջանի զարգացումներով հետաքրքրված երկրների համար։ Այդ առումով Հայաստանը միշտ հանդես էր գալի Թուրքիայի հետ բաց սահմաններ ունենալու, Թուրքիայի հետ որոշակի հարաբերություններ ունենալու օգտին։ Իհարկե, տարբեր ժամանակ տարբեր երանգներ են տրվել, տարբեր շեշտադրումներ են տրվել եւ այլն, բայց ի վերջո մոտեցումը ընդհանուր է։ Թուրքական կողմից միշտ մեր հարաբերությունները պայմանավորվել են մի շարք նախապայմաններով, որոնցից եթե առանձնացնենք այդ նախապայմանների տուփը, սեթը ինքը տարբեր ժամանակ տարբեր է եղել, բայց երկու հանգամանք միշտ առկա եղել։ Մեկը ցեղասպանության ճանաչման պահանջից հրաժարում եւ երկրորդը Արցախի հարցի լուծում այն տարբերակով, որը ընդունել է Ադրբեջանի համար։ Ուժի միջոցով մեկին հասել են։ Ուժի միջոցով մեկին հասել են եւ եթե հիշում եք 20 թվականին պատերազմից հետո որոշակի նույնիսկ ճակերտավոր էյֆորիա կար, որ հա լավ պատերազմը այդքան էլ լավ չեղավ, բան եղավ, բայց հիմա գոնե այս մի հարցը լուծվեց։ Հիմա գոնե այս ուղղությամբ դրական զարգացում կլինի։ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերագործարկման իսկապես եւ խոսակցություն կար եւ ակնկալիքներ կային, դրանք չափազանցված էին։ Ես կարծում եմ, հա, համենայն դեպս այսքան անցել է 4 տարի, թուրքական կողմի ոչ բառապաշարն է փոխվել, հա, ոչ մոտեցումները, այսքան ընդհանուր հայտարարությունները, հա, որ մենք էլ ենք ցանկանում Հայաստանի հետ հարաբերություններ զարգացնել եւ այլն, բարբերաբար հնչում են, բայց դրան զուգահեռ նաեւ հնչում են շատ հստակ հայտարարություններ, ընդ որում գործադիր իշխանության բոլոր բաներում, հա, սանդղակներում ընդཐུպ մինչեւ ամենաբարձրը, որ Հայաստանի հետ հարաբերությունների հաստատումը հնարավոր է մի դեպքում, եթե դա բավարարի Ադրբեջանի շահերը։ Այսինքն մենք յուրատեսակ մի իրավիճակում ենք հայտնել, որ Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատումը դարձել է, գիտեք, ավանակի գլխի առջև կախտված բանի, հա, Ստեփխինի պատմություն։ Հաստատի բավարարի Ադրբեջանի պահանջները, միգուցե ստանաց նաև մեր հետ հարաբերություններ, հա, որպես բոնուս։ Վաղուց ի վեր արդեն հայտնի է, դա մեծ գաղտնիք չէ, որ Ադրբեջանը եւ Թուրքիան վարում են համաձայնեցված արտաքին քաղաքականություն ոչ միայն մի շարք արտաքին հարթակներում, այլ հենց կոնկրետ առաջին հերթին մեր տարածաշրջանում եւ կարող ենք նույնիսկ խոսել միացյալ արտաքին քաղաքականության մասին, որը երբեմն ունենում է տարբեր դրսևորումներ ֆորմալ առումով, բայց ի վերջո հետապնդում է նույն նպատակը։ Ո՞րն է այդ նպատակը։ Այդ նպատակը պայմանական թուրքական էլեմենտի գերակայությունն է, այն գերուժ դարձնելը այս տարածաշրջանում եւ այս տարածաշրջանում գերուժ դառնալու միջոցով նաեւ միջազգային աշխարհակաղական հարթակներում։ Նորմալ բնական ցանկություն է պետության համար։ Ես էլ եմ դա ասում, ես դրանով որևէ վատ բան չեմ տեսնում, դա բնական է եւ բնական է, որ այն երկրները, որոնք դրանում տեսնում են վտանգ իրենց համար, պետք է որոշակի քայլեր ձեռնարկեն, բայց հենց խնդիրը դա է, որ Հայաստանի պարագայում մենք չենք տեսնում նման մոտեցում։ Վտանգ չենք զգում։ Ձեր կարծիքով։ Ну, սենց ասեմ, ժողովուրդը, տարբեր քաղաքական ուժեր, տարբեր անհատներ, ես կարծում զգում են այդ վտանգը եւ նույնիսկ երբեմն բավականին սուր։ Բայց իշխանության մակարդակով կարծես թե մի թմբիր կա, որը ես չեմ կարող, ինձ իրավունք չեմ վերապահում, ասել դա միտումնավոր է արվում, թե ուղղակի չհասկանալով թե ինչ է կատարվում։
Ինձ թվում է այնուամենայնիվ իրենք էլ են հասկանում որոշակի վտանգներ։ Այսինքն մենք այնուամենայնիվ կարող ենք արձանագրել, որ այս վերջին 4 տարիների ընթացքում որքան էլ ցանկության ու քաղաքական նարատիվների մակարդակում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցում լինեին այսպես մեծ հույսեր, ակնկալիքներ, փաստացի տեղաշարժ չկա։ Նախ սկսենք նրանից, թե մինչև վերջ այդպես էլ մեզ չեն բացատրում, թե Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատումը ինչ է տալու Հայաստանին։ Մենք մոտավորապես գիտենք Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատումը ինչ է տալու, չգիտեմ, միջազգային հանրությանը, նոր տրանսպորտային հաղորդակցման ուղիներ, չգիտեմ, այս հանգամանքը, այն հանգամանքը։ Կոնկրետ Հայաստանն ինչ է տալու։ Կան մի շարք, այսպես ասած, կատաստրոֆիկ սցենարներ, հա, որ թուրքական կապիտալը ներխուժելու է Հայաստան, գնելու է բոլորին, շատ շուտով Հայաստանը չունենալու տնտեսություն եւ այլն, որը ես կարծում եմ մի քիչ չափազանցություն է, որտեղ այսօր ցավոք սրտի Հայաստանի օրենսդրությունը այնպիսին է, որ թուրքական կապիտալը նման ցանկություն ունենալու պարագայում կարող է շատ հանգիստ գնել նույնիսկ այսօրվա պայմաններով, հա։ Բայց կա վտանգ, որ թուրքական կապիտալի անմիջական ներկայությունը այստեղ կընդլայնվի եւ այլն։ Որտեղ նախադեպեր էլ կան։ Կան, ինչ-որ առանձին դեպքեր կան։ Մեզ հրամսում է, որ դա թույլ կտա ինչ-որ պատմական հնարավորություն զարգացման համար եւ այլն եւ այլն։ Նայեք, էքսպերտային ոլորտում, որքանով ես տեղյակ եմ, չկա միանշանակ կարծիք, թե ինչ առավելություններ է ստանալու Հայաստանը։ Բազմաթիվ հոդվածներ են գրվել, զեկույցներ են գրվել այդ ուղղությամբ եւ շատ հակասական է պատկերը, մի մասը պնդում է, որ միայն բացասական, մի մասը պնդում է, որ կարող է որոշակի դրական զարգացումներ լինել, բայց բոլորն էլ դա պայմանավորում են ինչ-ինչ քաղաքական զարգացումներով։ Հիմա մեզ հրամսվում է, որ եթե Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորվեն, Հայաստանում, եթե ոչ դրախտային, այլ դրախտայինի մոտ պայմաններ կստեղծվեն, կծաղկի բիզնեսը, բոլորը երջանիկ կլինեն, էլ ինչ են ասում, զանազան այլ դրական բաների մասին են խոսում, բայց ես չեմ տեսնում որևէ երաշխիք, որ դա թույլ կտա ի վերջո իրոք հասնել այդ բաղձալի նպատակին։ Հակառակը Թուրքիայի հետ հարաբերությունների զարգացումը, սահմանների բացումը նոր խնդիրներ է բերելու եւ պահանջելու է մեր պետականությունից, պետական մարմիններից եւ նույնիսկ ժողովրդից հավելյալ ջանքեր հասնելու ինչ-որ դրական զարգացումների։ Կառուցել ողջ մեր քաղաքականությունը բարի ցանկությունների վրա ուղղակի տարօրինակ է։ Մենք տեսնում ենք, որ օրինակ Թուրքիայի ձեռք է բերվել ինչ-որ պայմանավորվածություն, բացել սահմանի մեկ անցակետ դիվանագետների եւ երրորդ երկրների քաղաքացիների համար, ինչը ինքնին արդեն տարօրինակ է եւ իմ կարծիքով նման է, թե ասել, որ բանը, գիտեք, ինչ-որ մեկը հղի է, բայց կիսատ է։ Սահմանը կամ լինում է բաց, կամ լինում է փակ։ Նույնիսկ այդ աղճատված, նույնիսկ այդ իրականության հետ որևէ առնչություն չունեցող այդ գաղափարը չի աշխատում։ Մեզ ավետում են, որ շատ շուտով կբացվի, կարծես թե անցյալ ամիս էր, մամուլում էլ լուրեր եղան, որ հեսա մարտի 1-ին, հեսա ապրիլի 1-ին, բայց որևէ բան չի բացվում։ Դիվանագետները եւ երրորդ երկրների քաղաքացիներ չեն շտապում մտնել Հայաստանի տարածք եւ հատելով այն դուրս գալ ուրիշ երկիր։ Եվ այստեղ ամենակարևոր հարցն է առաջանում, լավ, նույնիսկ եթե դա աշխատեց, այդ հանգամանքը ինչ է տալու հասարակ Հայաստանի քաղաքացուն։ Ինչպես է դա ազդելու նրա կյանքի վրա, նպաստելու նրա տնտեսական, սոցիալական, մշակութային իրավիճակին։ Առաջին քայլն է թերևս լինելու ինչին։ Սահմանի բացմանը բոլոր քաղաքացիների համար, ոչ միայն երրորդ երկրների։ Ինչ-որ մի բանից պետք է սկսել Ես հավանաբար։ կրկին վերադառնամ իմ պնդմանը, որ սահմանը կամ լինում է բաց կամ փակ։ Ու ասեմ ձեզ, այս գաղափարը նոր չէ,
Մի քանի անգամ տարբեր հայ-թուրքական շփումների ժամանակ այս գաղափարը մեջտեղ է բերվել, որպես ժամանակավոր միջոց, կոմպրոմիսային տարբերակ, որը թույլ կտա կողմերին լուծում գտնել ստեղծված պայմաններում, բայց մերժվել է հետագայում բոլորի կողմից, որպես իրականությանը հետ որևէ առնչություն չունեցող եւ շատ դժվար կատարվող քայլ։ Զրույցն ամփոփելով ուզում եմ վերադառնալ մեր զրույցի սկզբին։ Մենք Արցախի հայության ինքնորոշման իրավունքի մասին սկսեցինք զրույցը եւ դուք նշեցիք, որ նախ եւ առաջ որպես առաջին քայլ կամ առաջին քայլերից մեկը այս իրավիճակում պիտի պահպանել Արցախի հանրապետության կառավարությունը կամ կառավարության բեկորները ինչ որ հնարավոր։ Կառավարություն ասելով ես նկատի չունեմ կոնկրետ կառավարություն, նախագահ, չգիտեմ ինչ պետական։ Անձերի մասին չենք խոսում։ Խոսքը գնում է պետական ինստիտուտների մասին։ Այն ինստիտուտները, որոնք եւ կազմում են Արցախ պետությունը։ Իսկ այդտեղ մտնում է եւ կառավարությունը, եւ ազգային ժողովը, եւ նախագահը, եւ բազմաթիվ այլ ատյաններ եւ հաստատություններ։ Հաշվի առնելով ծանր իրողությունը եւ նաեւ այն, որ ցավոք այսօր Արցախի քաղաքական վերնախավը գրեթե ամբողջությամբ նախագահների մակարդակում ապօրինաբար բախվում գերի է, Արցախի հայությունը ինքը ի վիճակի է պատրաստ է այդ ինստիտուտները պահպանել։ Ես ինձ իրավունք չեմ վերապահում խոսել ողջ Արցախահայության անունից։ Կամ այդ ինստիտուտների ներքին ներուժը գոնե։ Պարզ է, որ ժողովուրդը։ Բայց համոզված եմ, որ համատեղ ջանքերով, ես ասեցի չէ, որ դա միայն արցախցիների հարց չէ, եւ Արցախի այդ պետականության տարերը պատկանում են ոչ միայն Արցախցուն, որ ապրում էր, ասենք թե Ստեփանակերտում կամ Հորաթաղում կամ Հադրութում կամ այլ վայրում, պատկանում են մեզ բոլորիս։ Համատեղ ջանքերով, քաղաքական ուժերով, անհատներով մենք պետք է սատար կանգնենք։ Արցախը իր ինստիտուտներով պատկանում է բոլորիս։ Արցախցին, եթե նույնիսկ այսօր ստիպված է զբաղվել իր առօրյա հոգսերով, չունենալով էլեմենտար ապրուստի միջոցներ, մարդը ստիպված է իր հանապազոր հացի հարցերը լուծել, Արցախցին նույնիսկ այ պայմաններում փորձում է ինչ-որ քայլերի գնալ, տեր կանգնել իր իրավունքներին։ Դրա համար պետք է ավելի շատ օգնություն այդ մարդկանց։ Նախ եւ առաջ պետք է վերջ տալ այն հանցավոր փորձերին, որոնք կան մեր հանրային դաշտում, պառակտում մտցնել ժողովրդի մեջ արցախցի հայաստանցի սկզբունքով, Ցավոք սրտի դա բոլորս ականատես ենք լինում, որ պարբերաբար ինչ-ինչ մարդիկ, ինչ-ինչ նպատակներով փորձում են այդ թույնը ներարկել մարդկանց ուղեղը, որ Արցախցին տարբեր է, հայը տարբեր է եւ այլն, դա պետք է դառնա այն կարմիր գիծը, որը յուրաքանչյուր մարդ, եթե ինքը իրեն հայ է համարում, եթե համարում է, որ նա կիրթ է եւ ուսյալ է, նման արտահայտություն լսելիս ուղղակի պետք է խստորեն դատապարտել, դա յուրատեսակ կարմիր գիծ պետք է լինի։ Երբ որ մենք հասկանանք, որ մենք կարող ենք ամեն ինչին հասնել, իսկ ես համոզված եմ դրանում, բայց կհասնենք շատ դժվար, շատ ծանր գնով, ծանր աշխատանքի շնորհիվ եւ պատրաստ կլինենք դրան, մեր բոլոր խնդիրները լուծվելու են։ Յուրատեսակ մի քիչ, գիտեք, կոմունիստական կոչ կարող է հնչել, բայց ավելի քիչ խոսք եւ ավելի շատ աշխատանք։ Շնորհակալ եմ հյուրընկալվելու եւ զրույցի համար։ Հիշեցնեմ, որ մեր տաղավարում արևելագետ, թուրքագետ, Արցախի հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար Կարեն Միրզոյանն է։ Զրույցները կշարունակվեն ամենայն բարիք։